Պետք է մենք ավելի շատ քննարկենք, խոսենք իրանց ընտրակեղծիքների հարցը, որպեսզի ինքը ինչ որ սին օրակարգերով մեզ չկերակրի։ Մենք այսօր հավաքվել ենք, որ աջակցենք, ասենք, որ մենք ձեր կողքին ենք։ Հիմա մեր խնդրանքն է, որ վերցնենք մանդատները։ Ես չեմ ուզի դուք կամ մյուս ընդդիմադիրները վերցնեք լիմիտները եւ գնաք ազգային ժողով, այլ ոչ, կուզեմ պայքարեք, որ իշխանությունը գնա։ Յուրաքանչյուր սցենարով մենք լեգիտիմությունը իրենց այս կազմի չենք ճանաչելու։ Հայաստանի պատմության մեջ չի եղել ազգային ժողովի ընտրություններ, որ ընդդիմությունը ունենա 340,000 ձայն։ Դուք վստահ եք ձեր թիմի վրա, որ չեն լինի մարդիկ, ովքեր քեզ ճանապարհին կկոտրվեն։ Եթե մարդը հայացքով անդիմադիր, չեն կարողանա անգամ ճնշումով իր հոգին գողանալ։ Մեր պրինցիպիալ դիրքի պատճառով է, որ այսօր կանոնավորվածների 90%-ը մեր ուժի ներկայացուցիչներն են։ Դա մի բանից է, որ չեն կարող պայմանավորվեն մեր հետ։ Ավելի լավ է ճիշտ ձևով ընդդիմությունը մտնի ազգային ժողով, պայքարելով, ժողովրդի սիրտն էլ փոխվի, ժողովրդի միտքն էլ փոխվի, այն մարդկանց, պարոն Կարապետյան, անգամ ովքեր իրանց ձայն են տվել։ Առանց փողոցի օրենսդիրն էլ չի կարա փոխի։ Դրա համար կարծում եմ համակեցություն է պետք։ Միակ ձև ունենք։ Եթե տնվոր չենք ստեղ, եթե չենք նեղանալու գնանք, դա հաղթանակն է։ Սենց կգանք, հողոց օրենսդիրով կգանք, պետքա դրան գանք։ Ու վաղ թե ուշ գալու ենք, որտեվ ամեն նոր ժամանակաշրջան ինքը կորցնում է տոկոս։ Մենք ձեզ հավատացել ենք ու կարծում եմ, որ պարտավոր ենք հավատալ մինչև վերջ։ Այս ամեն ինչը մենք անում ենք, որ ունենանք ուժեղ երկիր, որ չամաչենք թույլ երկրի քաղաքացի լինելուց։ 2018 թվի մեր ժողովրդի 90%-ին էին մոլորեցրել։ Հետո 60, հիմա 50-ից քիչ։ Վաղ թե ուշ գնալու են։ Ուղղակի պետքա պայքարենք։ Ինչն է իմ խնդրանքը, իրար հետ մտածենք թե ոնց։